Ժողովուրդ, բայց այս Հայկ Կոնջորյանը վերջն է, հրապարակում արե, ասում է ես դատի եմ տալու այն մարդկանց, ովքեր իմ անունը կշահարկեն ու ինձ կկապեն այդ գործողությունների հետ։ Ես մի հատ ուզում եմ հիշեցնեմ, հիշում եք ընտրություններից առաջ այն 5-ով ՔՊԱ-ականները, որ ԱԱԾ-ն ձայնագրություններ հրապարակում, չգիտեմ ում տաբատը 5000 դրամով ու ինչ, որը դեռ ապացուցված չէր, այդ 5 հոգովը առավոտից իրիկուն սթորիներ էի կանում, կաշառակերներ, ծախվածներ, էս չեք դուք, էս չեք դուք։ Հիմա, երբ որ ձեր ՔՊԱ-կանը բարձրաձայն հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի անունից եկել են ու գումարները հետ են ուզում վերցնեն ու այն գումարները, որ քաղաքացիները կաշառք են տվել, որպեսզի շին թույլտվություններ ստանան, ու դրա համար մեկը դատվել է, այն մնացածը չի դատվել, դուք sense մի հատ սիրուն տեքստ եք գրում, որ ով իմ անունը շահարկվեց, դատական process-ի մեջ կհայտնվի, խնդրեմ պատրաստ ենք, եթե դատական process-ով ենք սկսում, ձեր այդ բոլորը վերնախավի համարից մինչև վերջի համար լույսը բացվում են, ասում էին կաշառակեր, մութը ընկնում են։ Այսօր այդ մարդիկ իրենց տունը նստած են, ճիշտ է, տնային կալանքում, բայց ոչ մի կաշառք չապացուցվեց։ Այդ ո՞նց է լինելու այդ հարցը։ Կամ ինչի հիմա չեք ասում, ինչ է կատարվում ձեր իսկ ՔՊ խմբակցության անդամների մեջ, ովքեր ունեն ՔՊ տոմսեր ու տենց ակտիվ կարկառուն ներկայացուցիչներ են։ Թե տենց արձակուրդի մեջ եք, Հասմիկ Հակոբյանն ուրա կամ Վահագն Ալեքսանյանն ուրա։ Ինչի՞ մի հատ չի ասում, վայ, ես ինչ չար վատ, էլ կաշառք, էլ հայհոյանք, էլ ինչքան հանցագործության հոդված ասես, այդ մարդը հաղորդում տվեց։ Ձեր անունն էլ անձամբ շոշափեց, այդ էլ մենք չենք ասում, որ ձեր եղբայրն է, ձեր կուսակիցն է ասում, դուք եւ ձեր եղբայրը Նիկոլ Փաշինյանի անունից։ Չկաք, հա, լուրեք։ Լավ, մի հատ հարց։ Ասենք, ասմա Ավետ Կոնջորյանին պարտքեին 65 միլիոն դրամ։ Լավ, մի հատ հարց եմ ուզում տամ, ժողովուրդ ջան, լավ ցավատ տանեմ, են որ ինձ մեղադրում էին դրանք, այդ Կոնջորյանները, որ ես իմ, բա քեզ այդքան փողը որտեղից, այսքան բանը որտեղից, ցավները տանեմ 2022 թվականին, հաստատ ինձ հետ ու Ավետի հետ լիքը Աբովյանից թիմակիցներ են շփվել, ու երբ որ օբյեկտ են գնացել, համարյա 90%-ը միշտ ես եմ հացի փող փակել։ Կարող է մեկ Հակոբյան Արան փակածլնի կամ նայրին փակածլնի, իսկ են վաղ Ավետ Կոնջորյանը քշմեր 15-ա կոչվում, թե 14-ա կոչվում ռուսական մեքենա, խիժբեկ են ասեմ, ինչ են ասեմ, ինձ էլ ասում էր ախպեր, պատքեր ունեմ, կարող է կանենանք $2500 ծախենք, ու բազմից անգամ այդ տղեն տվյալ տղեն, Ավետ Կոնջորյանը, իձանից գումարա խնդրել պարտքով։ Արա ժողովուրդ ջան, բա հիմա ոնց եղավ այս 4 տարվա մեջ, հիմա ես եմ ուզում այդ հարցը տամ, ոնց եղավ, որ Ավետ Կոնջորյանին կարամարտ 65 միլիոն դրամ պարտքը լինի։ Մերնեմ ջանիդ, մերնեմ ձեր կյանքին, հարց չկա, ես էլ եմ սխալ արել, շատերս ենք սխալ արել, ես էլ եմ ասում, ես անմեղ չեմ, ես էլ իմ մեղավորության բաժինն ունեմ, բայց են որ ինձ քարկոծում էին, արա ժողովուրդ ջան, բա հիմա խիչեք ձեր մեջից խիչ կան մարդիկ, որ ասեն այ Կոնջորյաններ, բա ձեզ որտեղից այդքան գումարը, վերջ այդ 65 միլիոն դրամները, այդ նոր բնակարանները, չգիտեմ, ես իմ ինչեր ձեռք բերել, բա դրանք վերջը, որտեղից է բուսնը, թե այդ մեր արած կոռուպցիան է, թե մեր արած կոռուպցիան երևը մեր, իսկ իրանց չի երևը, իսկ են որ տարան ինձ փագեցին, ու են որ առավոտից իրիկու ինքը հաչում էր, նույն Ավետ Կոնջորյանը, որ մարդկանցից գումարներ են վերցրել, ես իմ ինչեր եմ վերցրել, ցավդ տանեմ, բա այդ ժամանակ, խի մեկը չեք պաշտպանում, ասում, բա վերջը լավ այդ տղեն, որ վերակալել, բա էլ ովքեր կան հետներ այդ տղու, էլ ովքեր կան այդ մարդու հետ, խի մեկը չբարձրաձայնեցիք, իսկ ոնց ալնեմ, որ կարա Ավետ Կոնջորյանները, կամ ես իմ ովքեր, հարստանանում մենք չկարենանք հարստանանք, այդ խիչ չպտելի հարստանանք ասենք մենք, դե լավ եք ծուրը նստենք դուզը խոսանք, խի պտի մենք հարստանանք ասենք, բա ինձ մեղադրում են, ասում են, բանա, մեծ խաղերի մեջ համատել, հա մեծ խաղերի մեջ է մտել են, ատեսա, բրնեցի կցեցին,
Մեծ խաղերը տեսանք։ Նեն չի, որ ես էլ մատնանշել եմ, ասել եմ, որ այդ գումարները ում եմ տվել։ Եթե ես գցած բան էի ունեցել, եք տվյալ մարդիկ է կանգնում են, ասում են, հա ախպեր, մեզ տվել, բայց պարտքով ա տվել։ Հա դե ասում են, ասեն, հա դե լավ դե թող, եթե տենց անցնի գնա։ Բայց այդ խիպը ես պատասխան տամ, իրանք չտան։ Խիպը ես նստեմ, իրանք չնստեն ախպեր։ Բայց եթե արդարություն ենք ուզում ախպեր, խիպը թելի իրանք իրաց հավեսի համար տենց ապրեն։ Դե թող սաղից բաներ արդարություն լինի։ Իսկ ինչ մնում է, որ մարդիկ կան, չենք հավատում, որ իրանք տես բան անեն կամ ինչ-որ բան, նախ չգիտեմ, ցավները տանեմ ժողովուրդ ջան, ես չեմ նստելու ոչ մի բան, բացատրեմ կամ ասեմ, ով ինչին հավատա կամ չհավատա։ Նույն Ավետ Կոնջորյանին կարան, կանչեն դատախազություն, կամ կանչեն քննչական կոմիտե, ասեն, տղա ջան, երբ որ թաթունը ստեղ չեղել, դու Քոշը կախմբով գնացել ես Տավուշի մարզ քաղաքի ջեման Երևանյան փողոց, եթե չեմ սխալվում, մեր այդ փողոցը կոչվում, որտեղ որ մենք ունենք ծաղիկի խանութ, ու մորս տեսել, ունդեղ էլ մարդիկ են եղել։ Ունդեղ էլ մարդիկ են, վկաններ են եղել։ Ասենք խիպը ես խափեմ։ Նեն չի, որ մերոնք էլ Ավետ Կոնջորյանին տեսած չեն եղել, որովհետև Ավետ Կոնջորյանը եւ իմ օբյեկտում ա եղել։ Եվ նոր տարովն է եղել, հա, նոր տարովն էլ է եղել։ Հենց որ իմ մայր ծնողն էլ իրան ճանաչում է, ազնապես, տեսել է, եկել է վերջը։ Այդ ոնց է լինը։ Սկսենք այդտեղից։ Հա հիմա գիտեք իմ ճղայնանալն ինչն է, որ նույն Ավետ Կոնջորյանը, որ ժամանակին մարդկանցից բնակարան ա գցել, խարդախության համար դատապարտվել է։ Այդ ոնց են էլի դրանք այդ փողերը, այդ գումարները տենց ստեղծեմ, ու մենք չկարեցանք ստեղծենք, խելի իրանք պետք է արտոնություն ունենան ասենք, խի պետք է իրանք ունենան, ախպեր դե մենք էլ ենք էլի թույլ տվություն տալի, չայրը տալիս ենք էլի, այդ խի բռնեցիք տենց մեզ, բայց խի չեք բռնում ասենք, որ անունը տարբեր տեղեր շահարկվում է, իմական ջին հասած լիքը հողամասերը ինչ-որ բաժնետեր ամտնում, ինչ-որ բաներ անում, տենց ես էլ ըստ օդում կախված լուրերի, ես էլ եմ հայտարարություն անեմ, ըստ օդում կախված լուրերի, ասում են, որ վերջը դրսերը մեր բաներ ունեն, գույքեր ունեն ձեռք բերած, այդ ինչով էլի ախպեր։ Լավ, մի հատ հարց, ասենք, ասմա Ավետ Կոնջորյանին պարտք էին 65 միլիոն դրամ։ Լավ մի հատ հարց եմ ուզում տամ, ժողովուրդ ջան, լավ ցավդ տանեմ, են որ ինձ մեղադրում էին դրանք, այդ Կոնջորյանները, որ ես իմ, բա քեզ այդքան փողը որտեղից, այսքան բանը որտեղից, ցավները տանեմ 2022 թվականին, հաստատ ինձ հետ ու Ավետի հետ լիքը Աբովյանից թիմակիցներ են շփվել, ու երբ որ օբյեկտ են գնացել, համարյա 90%-ը միշտ ես եմ հացի փող փագել։ Կարող է մեկ Հակոբյան Արամ փակածլնի կամ նայրին փակածլնի, իսկ են վաղ Ավետ Կոնջորյանը քշմեր 15-ա կոչվում, թե 14-ա կոչվում ռուսական մեքենա, խիժբեկեն ասեմ, ինչ են ասեմ, ինձ էլ ասում էր ախպեր, պատքեր ունեմ, կարող է կարենանք $2500 ծախենք, ու բազմից անգամ այդ տղեն տվյալ տղեն, Ավետ Կոնջորյանը, ինձանից գումար ա խնդրել պարտքով։ Արա ժողովուրդ ջան, բա հիմա ոնց եղավ այս 4 տարվա մեջ, հիմա ես եմ ուզում այդ հարցը տամ, ոնց եղավ, որ Ավետ Կոնջորյանին կարա մարդ 65 միլիոն դրամ պարտք լինի։ Մեռնեմ ջանիդ, մեռնեմ ձեր կյանքին, հարց չկա, ես էլ եմ սխալ արել, շատերս ենք սխալ արել, ես էլ եմ ասում, ես անմեղ չեմ, ես էլ իմ մեղավորության բաժինն ունեմ, բայց են որ ինձ քարկոցում էին, արա ժողովուրդ ջան, բա հիմա խիչեք ձեր մեջից խիչկան մարդիկ, որ ասեն այ Կոնջորյաններ, բայց ես որտեղից այսքան գումարը, վերջ հետ 65 միլիոն դրամներ է, այդ նոր բնակարաններ է, չգիտեմ, ես իմ ինչեր ձեռք բերել է, բա դրանք վերջը, որտեղից է բուսնը, թե այդ մեր արած կոռուպցիան է, թե մեր արած կոռուպցիան երևը մեր, իսկ իրանց չի երևը, իսկ են որ տարան ինձ փագեցին, ու են որ առավոտից իրի գույնքը հաչում էր,
նույն Ավետ Կոնջորյանը, որ մարդկանցից գումարներ են վերցրել, եսի միջեր են վերցրել։ Ցավը տանեմ, բայ այդ ժամանակ, խի մեկը չեք պաշտպանում, ասեմ, բա վերջը լավ այդ տղեն, որ վերակալել, բայ ովքեր կան հետներ այդ տղու։ Էլ ովքեր կան այդ մարդու հետ։ Խի մեկը չբարձրաձայնեցիք։ Իսկ ոնց ալնեմ, որ կարա Ավետ Կոնջորյանները կամ եսիմ ովքեր հարստանանում մենք չկարենանք հարստանանք, այդ խիչ չպետք է հարստանանք ասենք մենք։ Դե լավ եկեք ծուրը նստենք դուզը խոսանք, խի պետք է մենք չհարստանանք ասենք։ Բա ինձ մեղադրում են, ասում են, բանա մեծ խաղերի մեջ ա մտել։ Հա մեծ խաղերի մեջ չէ մտել են, տեսա, բռնեցի գցեցի։ Մեծ խաղերը տեսանք։ Նե ինչ չի, որ ես էլ մատնանշել եմ, ասել եմ, որ այդ գումարները ում եմ տվել։ Եթե ես գցած բան էի ունեցել, եք տվյալ մարդիկ է կանգնում են, ասում են, հա ախպեր, մեզ տվել ա, բայց պարտքով ա տվել։ Հա դե ասում են, ասեն, հա դե լավ դե թող, էդ էլ տենց անցնի գնա։ Բայց այդ խի պետք է ես պատասխան տամ, իրանք չտան։ Խի պետք է ես նստեմ, իրանք չնստեն ախպեր։ Բա եթե արդարություն ենք ուզում ախպեր, խի պետք է իրանք իրաց հավեսի համար տենց ապրեն։ Դե թող սա իսպարել արդարություն լինի։ Իսկ ինչ մնում ա, որ մարդիկ կան, չենք հավատում, որ իրանք տես բան անեն կամ ինչ որ բան, նախ չգիտեմ, ցավները տանեմ ժողովուրդ ջան, ես չեմ նստելու ոչ մի բան, բացատրեմ կամ ասեմ, ով ինչին հավատա կամ չհավատա։ Նույն Ավետ Կոնջորյանին կարան, կանչեն դատախազություն, կամ կանչեն քնչական կոմիտե ասեն, տղա ջան, երբ որ թաթունը ստեղ չեղել, դու Քոշը քախմբով գնացել ես Տաուշի մարզ քաղաքի ջեման Երևանյան փողոց, եթե չեմ սխալվում, մեր այդ փողոցը կոչվում, որտեղ որ մենք ունենք ծաղիկի խանութ, ու մորս տեսել, ունդեղ էլ մարդիկ են եղել։ Ունդեղ էլ մարդիկ են, վկաններ են եղել։ Ասենք խի պետք է ես խափեմ։ Նե ինչ չի, որ մերոնք էլ Ավետ Կոնջորյանին տեսած չեն եղել, որովհետև Ավետ Կոնջորյանը եւ իմ օբյեկտը մա եղել։ Եվ նոր տարովն ա եղել, հա, նոր տարովն էլ ա եղել։ Հենց ա որ իմ մայր ծնողն էլ իրան ճանաչում ա, անձնապես, տեսել ա, եկել ա վերջը։ Այդ ոնց ա լինը։ Սկսենք այդտեղից։ Հա հիմա գիտեք իմ ճղայնանալն ինչն ա, որ նույն Ավետ Կոնջորյանը, որը որ ժամանակին մարդկանցից բնակարան ա գցել, խարդախության համար դատապարտվել ա։ Այդ ոնց են, էլի դրանք այդ փողերը, այդ գումարները տենց ստեղծեմ, ու մենք չկարեցանք ստեղծենք, խի իրանք պետք է արտոնություն ունենան ասենք, խի պետք է իրանք ունենան, ախպետ դե մենք էլ ենք, էլի թույլտվություն տալի, չայրը տալիս ենք, էլի, այդ խի բռնեցիք տենց մեզ, բա իրաց խի չեք բռնում ասենք, որ անունը տարբեր տեղեր շահարկվում ա, իմ ականջին հասած լիքը հողամասերում ինչ-որ բաժնետեր ամտնում, ինչ-որ բաներ անում, տենց ես են, ըստ օդում կախված լուրերի, ես էլ եմ հայտարարություն անեմ, ըստ օդում կախված լուրերի, ասում են, որ վերջը դրսերը մեր բաներ ունեն, գույքեր ունեն ձեռք բերած, այդ ինչով էլի ախպեր։